Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 15-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք այս մյուս քարտերով։ Եվ կսկսենք բնականաբար խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 15-ին։ Բավականին գործեր կանեք այդ օրը։ Նաև պետք է արագ շարժվեք։ Արագ անեք որևիցե գործեր, միգուցե պատվեր է այստեղ, նաև եթե նայում ենք այնտեղ ժամը եւս կա, այս դա նշանակում է, որ պետք է տեղավորվեք ժամի մեջ, տեղավորվեք ժամանակի մեջ եւ անեք ավելի արագ։ Այդ օրը նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, ճանապարհներին բավականին շատ կլինեք, նաև նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն տան ձեզ, անսպասելի դրսում հանկարծակի ծանոթություն, այնպես հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եւ իհարկե արդեն նշեցի ժամը ձեզ համար շատ կարեւոր կլինի, պետք է արագ անեք, որպեսզի հասցնեք, նաև ժամանակ հատկացրեք, այսինքն բալանսավորեք ձեր ժամանակը, որ բոլորին հերիքի, այսինքն եւ գործերին, եւ տանը, ասա ոնց որ ժամանակ հատկացրեք եւ նրան եւ նրան։ Եվ եթե ինչ-որ մի բան եք ուզում սկսել, ապա դա կարելի ասել ոնց որ ժամանակն է այն սկսելու համար։ Պետք է այն առաջ մղեք, արդեն առաջ տանեք։ Եվ այդ օրը նաև ընտրության առջև եք կանգնած լինելու։ Միգուցե իրոք այստեղ ոնց որ չեք հասցնում ինչ-որ մի բան անեք եւ մտածում եք, սա անեմ, թե նա անեմ, որը կհասցնեմ։ Նման ինչ-որ բաներ կարող է լինել նաև ոմանց մոտ, կամ մեկ այլ հարց է։ Իրոք ոմանք կարող են շատ լուրջ ընտրության առջև կանգնած լինել, ոմանք ուղղակի հագուստի մեջ նաև։ Կամ թեկուզ հենց որն անեմ, որն է առաջնայինը։ Սա նաև երկու մարդիկ տարբեր ուղղությամբ գնալն է։ Դուք եւ ոչ մեկը կարող եք որոշել առանձնանալ ձեր ճանապարհները, առանձնանալ, ամեն մեկը գնաք ձեր ճանապարհով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 15-ին։ Ինչ-որ մի բանի կորուստ է, մենք ուսումնասիրենք ինչի, միգուցե տրամադրության, միգուցե մեկ այլ բան է, միգուցե մանր-մունր խնդիր է, այստեղ աղջիկ է, միգուցե վստահությունը, միգուցե ձեր ընկերուհին է, միգուցե ձեր երեխան է, այստեղ կարող է անհանգստանում եք նաև կամ ինչ-որ մանր-մունր խնդիրներ է ստեղծում նա ձեզ համար, կամ միգուցե նաև իր տրամադրությունն է ընկած եւ իրեն պետք է այնպես անեք, որ վերականգնվի տրամադրությունը։ Այստեղ կարող է լարված է, որովհետեւ միգուցե ձեր երեխայի հարսանիքն է եւ լարվածություն կա այստեղ։ Կամ իր հետ կապված մանր-մունր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք։ Եվ այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք հարսանիքի կլինեն, նշանադրության, վճարի առիթի, ոմանք պայմանագիր կկնքեն այդ օրը։ Նաև ոչ թե հրավեր կա այդ օրվա համար հարսանիքի, այլ կարող է մեկ այլ օրվա համար է հարսանիքի, հրավերը։ Նաև ովքեր որ նման գործողություններ չունեն, ապա այդ օրը պետք է անեք ոնց որ մշտապես նույն գործը։ Դրա համար այստեղ կարող է նաև որևիցե ինչ-որ խնդիրներ առաջանան, այսինքն չեք կարողանում հետևել նաև ձեր երեխային, եթե նա փոքր է։ Այդ օրը շատ շփում կունենաք բավականին, քննարկումներ նույնպես։ Եթե հարսանիքի եք, բնականաբար այնտեղ արդեն քննարկումներն ու խոսակցությունները տեղի կունենան։ Նաև սա բամբասանք է, լարվածություն է, լեզվակռիվ նույնպես կարող է լինել։
Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 15-ին։ Ոմանք այդ օրը սուր գործիքներով պետք է աշխատեն, միգուցե գնում եք կոսմետոլոգի մոտ եւ այնտեղ ինչ-որ գործողություններ եք անում։ Նաեւ դա վեճն է, կարող վիճել դիմացինի հետ, կարող կտրուկ քայլ անել, կտրուկ որոշում կայացնել, հետո փոշմանել այդ քայլի համար։ Նաեւ վիրահատությունն է, կարող վիրահատություն անել եւ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չկտրտեք, սուր գործիքներով աշխատելուց։ Այդ օրը նաև փաստաթղթերի հետ կաշխատեք, փաստաթուղթ կուղարկեք, փաստաթուղթ կստանաք, նաև ինչ-որ բաներ կարող եք ստորագրել, փաստաթղթերի դասավորել, որպեսզի ինչ-որ միտեղ տանել, երկուշաբթի օրը օրինակ, կամ տանում եք Xerox անելու։ Եվ դա նաև ինչ-որ բաներ եք լրացնում, կարող եք ինչ-որ բան լրացնել, հրավիրատոմս ստանալ, ուղարկել, այստեղ կարող է ծրար եք պատրաստում, գնում եք հարսանիքի եւ ծրար եք պատրաստում։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել բավականին շատ։ Այդտեղ հստակ ոմանք պայմանագիր կկնքեն, բայց սա ոնց որ կտրուկ քայլ է, երևի, ոչ թե երևի, այլ պետք է այս կարտով երկար մտածել, հետո նոր անել այդ քայլը։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, ոմանք կհրավիրեն այդ օրը հարսանիքի նշանադրության, միգուցե այդ օրվա համար չէ, մեկ այլ օրվա պայմանագիր, ամուսնության առաջարկ, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն։ Նաև դա ընտանեկան կյանքն է, ձեր ընտանիքն է միգուցե ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, կամ ամեն օրվա ընթացքում ինչ-որ բաներ անընդհատ կանեք, կամ ինչ-որ բաներ կսովորեք այդ օրը, ոնց որ նույն բանը անընդհատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 15-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ, ընկերուհու հետ, հավատարմություն է սա նաև ընկերոջ, ձեր երկրորդ կեսի։ Նաև այդ օրը օձեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, բամբասանքներ, մի լսեք, դա նաև իմաստություն է, պետք է իմաստուն լինեք, որ ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Միգուցե նաև ընկերներ ընտրելու հարցում նույնպես։ Այդ օրը նաև ոմանք ցուցակ կկազմեն, փաստաթղթերի հետ կաշխատեն, փաստաթղթերը կդասավորեք, նաև կգրեք ինչ-որ բաներ, հրավիրատոմս կարող եք ստանալ կամ տոմս գնել ինչ-որ միտեղ գնալու համար, ծրար է, որը կստանաք կամ նամակագրական կապ է, որ կունենաք ինչ-որ մեկի հետ։ Այդ թուղթ ու գրիչ է։ Ինչ ասես, կարող է դա իր մեջ պարունակել, հիմա ինչ-որ մի բան կարող է բաց թողեմ, բայց թուղթ ու գրիչ է, ինչ-որ մի բան է իրենց ներկայացնում։ Ինչ-որ մեկը մի բան կանի թուղթ ու գրիչով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 15-ին։ Ժամանակն է այստեղ ինչ-որ մի բան անելու, ժամանակը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն պետք է դարձնեք, նաև ինչ-որ բան է, որ արագ պետք է անեք, որպեսզի հասցնեք ճիշտ ժամանակին, միգուցե հաճախորդին, միգուցե մեկ այլ հարց է, եւ ժամանակ հատկացրեք նաև մեկ այլ ոլորտի կյանքի, ոնց որ մի ոլորտի մի ուշադրություն դարձրեք, այսինքն մյուսն էլ մնացել է, ժամանակ վատնեք նաև նրա վրա։ Այստեղ նաև կարող է ոմանք ժամանակ են վատնում ավելի շատ շփման մեջ։ Կարող եք շատ շփվել տարբեր մարդկանց հետ եւ նայեք, որ տեսնեք արդեն բավական երկար ժամանակ է խոսում եք ուղղակի։ Դա նաև լեզվակռիվ կարող է լինել, բամբասանք եւ ձեր իրոք ժամանակը վատնեք այդ բամբասանքների վրա։
քննարկումների վրա։ Եվ այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 15-ին։ Մի քիչ դժվարություններ կան այդ օրը, պետք է կարողանաք հաղթահարել, ճակատագրական որևիցե պահեր կան նաև, գուցե ծանոթություն է, միգուցե ձեր հարսանիքն է, միգուցե բաժանում է նաև, ինչ որ մի բան է, որը ճակատագրական է դա ձեզ համար։ Նաև այդ օրը կարող է դժվար է աշխատանքը, շատ աշխատանք կա, բեռը շատ է, ինչ որ մի բանի հետ կապված, հա բեռը ձեր ուսերին է, գումար վաստակելու թեկուզ։ Այդ օրը նաև ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն, նաև փաստաթղթերի այդտեղ կստորագրեք, ինչ-որ բաներ կգրեք, թուղթու գրիչ եք, նաև նամակագրական կապ, ինչ որ մեկը ինչ-որ մի բան է գրում, թե հեռախոսով, թե համակարգչով, թե թղթի վրա։ Պայմանագիր կնքելն է, սա ցուցակ է, հրավիրատոմս է, սովորական տոմս է, որը կգնեք ինչ-որ միտեղ գնալու համար, միգուցե գնում եք հանգստանալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին օգոստոսի 15-ին։ Առիթի եք այդ օրը, կամ կլինեք բավականին շատ մարդկանց մեջ, միգուցե նաև ընկերոջ հետ ինչ-որ միտեղ գնաք, կինո, թատրոն, այգի, կամ երեխաներին տանեք։ Ամեն դեպս նաև առիթ է, ծնունդ, հարսանիք, կնունք, որևիցե առիթ է, որին որ կմասնակցեք այդ օրը։ Հասարակական կյանքն է նաև սա, կամ կլինեք նաև շատ սոցցանցերում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ և 3 երեսանի մարդիկ կան։ Միգուցե ձեր ընկերն է այդ օրը 3 երեսանիություն անում, միգուցե այստեղ մարդկանց մեջ եք լինելու այդտեղից, ինչ որ մարդիկ են 3 երեսանի, ձեզ կարող ինչ որ մի բան առաջարկեն եւս երկար մտածեք մերժելուց առաջ կամ ընդունելուց առաջ նույնպես։ Միգուցե նաև ձեզ էլ է ձեռք տալիս դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 15-ին։ Անցյալն է սա, անցյալի մեջ կարող եք խորանալ, անցյալից որևէ մարդիկ կան, անցյալից որևէ գումարային հարցեր կան, որ պետք է վճարում կատարեք, կամ ձեզ են տալիս գումար, ձեր կատարած աշխատանքի դիմաց, որը նախկինում էիք արել, պարտք էին մնացել։ Դուք եք, հիշում եք անցյալը, խորանում եք անցյալի մեջ, միգուցե ընտանիքով, միգուցե ինչ-որ պահեր են այստեղ։ Նաև այստեղ կարող է լեզվակռիվ լինի անցյալի հետ կապված։ Մի քիչ ուշադիր եղեք, որովհետև անցյալը այսպես թե այնպես մնում է անցյալ եւ շատ մարդիկ անցյալը բերում են ներկա, էլի նորից վեճ են ստեղծում իրենց ընտանիքում։ Հիշում թե ինչ է կատարվել ու վեճ սկսում։ Այդ օրը շատ շփում կունենաք, բամբասանք նաև չի բացառվում, լեզվակռիվ նաև չի բացառվում։ Այսքանը։ Գումար կստանաք, գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 15-ին։ Այդ օրը
պետք է մանրակրկիտ ուսումնասիրեք յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր այն ինչ որ կա։ Մանրուքներին նաև ուշադրություն պետք է դարձնեք, որ ինչ որ հարցում դուք չսխալվեք, դիմացինը հանկարծ ինչ որ բաներ չանի, հետո սխալ դուրս գաք դուք։ Նաև այստեղ մանր-մունր գործեր են, մանր-մունր խնդիրներ են, որոնք այդ օրը նաև կլուծեք։ Սա նաև երկու սրտերի հանդիպում է, որ կա ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցիչ հետ, այստեղ եւս կա նամակագրական կապ եւ այլն, ովքեր որ միայնակ են, գուցե դեր երկրորդ կեսն է դրսում է գտնվում եւ այդպես պետք է իրեն շփվեք ինչ որ մի ձևով։ Նաև այդ օրը ոմանք փաստաթղթեր կդասավորեն, նաև ինչ որ բաներ կգրեք, կջնջեք, ցուցակ կկազմեք, նամակագրական կապ է, խոսքով թուղթ ու գրիչ է եւ գրառում, ինչ որ մի բան կգրեք, ինչ որ մեկի հետ կխոսեք, հրավիրատոմս կարող ստանալ, դուք ինքներդ սարքել հրավիրատոմս եւ տեսնենք ով է այս տղամարդ, ում հետ այդ օրը կարող եք հանդիպել, նաև խոսել։ Դե ժամադրություն է այստեղ ոմանց համար հստակ, ոմանց մոտ անակնկալ են նվերները, գուցե տղամարդու առիթն է եւ գնում եք նվերներ եք տալիս, կամ ինքն է գալիս, անակնկալ է անում ձեզ, ամենայն դեպս իրեն տեսնելուց բարձր տրամադրություն կունենաք եւ կուրախանաք շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 15-ին։ Դե կան այդ օրը նախանց մարդիկ, բամբասանք, այստեղ կարող են դրթել ձեզ նաև վեճի, այստեղ չի բացառվում ինչ որ մի հարցին ավելի խաղի վերածեք, հա, ոնց որ լուրջ չընդունեք, որ չէ հարց, միգուցե նաև օցերի հետ կապված, միգուցե ասեք, հա դե ինչ է, որ իրենց ներկայացնում կամ նման ոչ է մի բան, բայց դա ոնց որ այսօրվա համար սխալ է։ Այստեղ նաև իմաստություն է սա, իմաստուն պետք է լինեք կտրուկ քայլ անելուց առաջ, հա, որ ճիշտ քայլ անեք, երկար մտածեք, իմաստուն ձևով վարվեք տվյալ հարցում։ Ոչ թե այսպես ավելի շատ ոնց որ խաղի վերածեք ինչ որ մի բան, հա, լուրջ պետք է նայեք ինչ որ մի հարցին այդ օրը։ Ոմանք վիրահատության են այդ օրը, ոմանք կգնան կոսմետոլոգի մոտ, ոմանք կտրուկ քայլ կանեն իրենց կյանքում ինչ որ մի բան փոխելու հարցում։ Ուշադիր եղեք նաև սուր գործիքներից, որպեսզի ձեզ չվնասեք։ Դե կոսմետոլոգն էլ նույնպես հա ինչ որ սուր բաներ է անում, ունքեր անգամ կարող եք հանել, հա, դա եւս ինչ որ չափով սուր գործիք է։ Այդ օրը ոմանք իրենց երեխաներին կարող են տանել խաղասրահ, դուք գնաք խաղալու։ Եվ իհարկե հա ինչ որ բաներ լուրջ չընդունեք, եւ սա մեկ ակնթարթ ինչ որ մի բան է, որը կկատարվի ձեր կյանքում։ Շատ անսպասելի, կտրուկ, այդպես։ Դուք ձեզանից կգա դա միգուցե, որտեղ դուք եք այստեղ ինչ որ կտրուկ քայլ անող եմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 15-ին։ Այդ օրը ոչ է բան կգնա ձեր կյանքից նորը գալու համար, նորին տեղ բացեք, այստեղ նոր դռներ են բացվում, նաև փակվում է ինչ որ մի բան, մի խոսքով այդ օրը ինչ որ մի բան է ձեզ մոտ փակվելու, նորին տեղ բացելու համար, այնպես որ ընդունեք նորը, նաև միգուցե սիրո հետ է կապված, հարաբերությունների հետ է կապված, զգացմունքների հետ է կապված, չի բացառվում։ Ինչ էլ որ լինի, այստեղ նաև ուրախ եք։ Ինչ որ մի բան կարող է գնում է ձեզանից եւ նոր սեր է գալիս այստեղ, նոր հարաբերություններ կամ հարաբերություններում արդեն փոփոխություն է մտնում։ Մարդիկ մի տեսակ ուրիշ ձև են արդեն ձեզ հետ, հա, գնում է այդ լարված պահը եւ հիմա արդեն ուրիշ ձև են ձեզ վերաբերվում։
Այդ ամեն մի վերաբերմունք ամեն ինչ փոխվում է։ Ոմանց այդ օրը սերկ խոստովանեն, ձեր հարազատների շրջապատում կլինեք, դրա համար միգուցե ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, դեր տղան է գալիս բանակից, կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ դուք ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում։ Եվ այդ օրը ոմանց համար նոր դռներ են բացվում, ոմանց համար էլ նաև սա այն դուռն է փակվում, որը որ ձեզ արդեն պիտանի չի, որպեսզի դուք սկսեք նորովի արդեն։ Այն նորովի սկսեք ապրել, թե հարաբերություններում, թե մեկ այլ հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 15-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի են, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց ընտանիքում կարևոր օր է այդ օրը, ինչ-որ բան եք նշելու, պայմանագիր կարող եք կնքել, այդ ամբողջ օրը նույն գործը կարող եք անել, նույն գործերով զբաղվեք։ Նաև այստեղ կարող եք խոսել, դե գնում եք օրինակ հարսանիքի, ամուսնության առաջարկ կարող են անել, հետո պատմեք ինչ-որ մեկին այդպես էմոցիոնալ, նաև հարսանիքի կարող եք գնալ այնտեղ շփումներ ունենալ, էմոցիոնալ լինել, գուցե հարազատներն ում որ վաղուց չեք տեսել, այդպես է ինչ-որ էմոցիոնալ եւ ուրախ պահեր են ձեզ մոտ։ Միայն լեզվակռիվ կարող է լինել նաև այն ինչ-որ մեկի հետ չհասկանաք իրար, նաև չի բացառվում բամբասանք։ Եվ ոմանք այդ օրը ավելի շատ կլինեն իրենց մայրիկի հետ, ոմանց համար նաև ռոմանտիկ ժամադրություն է սա, ռոմանտիկ պահեր են։ Եվ ինչ-որ բան ոնց որ թաքուն է մնում ձեզ մոտ, ինչ-որ մի բան անհայտ է, ակնհայտ չէ, ինչ-որ մի բան sense գալիս եք տուն ու մտածում եք, բայց ոնց որ ինչ-որ մի բան այնպես չասեց կամ ինչ-որ մի բան այսպես չէր, հա, նման ինչ-որ բան է, որ ձեզ մոտ մութ կմնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։